Բարև ձեզ իմ շատ սիրելի հայ ժողովուրդ։ Ես մի քիչ առաջ, հենց նոր մի քիչ առաջ YouTube-յան հարթակում տեսա ճակերտավոր, նախկին կամ ճակերտավոր կարելի ասել, Արամ Տեր Արամ Քահանայի ելույթը, թե ոնց էինք կոչ անում մարդկանց հավաքվել, չգիտեմ ամսու քանիսին, նոյեմբերի 2-ին, ոնց որ չգիտեմ ինչ որ մի հատ տարածքում, ինչի համար։ Եթե դուք այսօր Աստծո աշակերտներն եք, Աստծո խոսքն եք քարոզում, ես 30 տարվա մեջ 30 տարեկան եմ ես ու մի օր չտեսա, որովհետեւ մի զարգավակ, մի քահանա ուղակի վերցնի Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը, որտեղ Աստծո շունչն է, հա, Աստծո խոսքն է, վերցնի դուրս գա փողոց, ինչ որ այգում նստի, հավաքի ընդամենը 7 աշակերտ, հա, 7 աշխարհիկ մեղսավոր մարդկանց ու քարոզի Աստծո խոսքը, որ գիտես ինչ որցյակս, մեղ գործերը դա սխալ է։ Եկեղեցուց դուրս ես դեռ չեմ տեսել նման բան։ Եկեղեցուն պատարակներ են մատուցում ամեն կիրակի օրը։ Գումարով հարսանիքներ են կազմակերպում, կնունքներ են կազմակերպում, ինչ որ մկրտություններ են եկեղեցական ծեսեր են կազմակերպում։ Ինչու համար։ Չէ որ երբ որ Սուրբ Հովհաննես Մկրտիչը երբ որ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսին մկրտեց, գումար չվերցրեց Հիսուսից։ Ինչու եք դուք անում այն, ինչ որ հակաեկեղեցական է։ Եվ գիտեք ինչն է վատ ու ուղղակի հոգեպես եմ ցավում, հոգեպես ոչ թե մարմնապես, այլ հոգեպես, որ լինելով հայ, ընդունելով քրիստոնեությունը 301 թվականին որպես պետական կրոն, այսօր ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում եկեղեցում։ Հիսուս Քրիստոսի գալիքը մոտ է, ժողովուրդ։ Արթուն կացեք, ապաշխարեցեք, որպեսզի արժանանաք Հիսուս Քրիստոսի դատաստանին։ Դա մեծ փառք է, երբ որ մարդ մեղսավոր աշխարհում է, աշխարհիկ կյանքում, չգիտեմ, ոնց բացատրեմ։ Իմ հավատքս ընդդերը շատ մեծ է։ Էլ եմ ասում, մի դատեք, որ չդատվեք, ինչը որ անում է այսօրվա մեր Տեր Արամ Քահանան, նախկին կամ ճակերտավոր։ Գիտեք ինչի համար էլ եմ ասում, որովհետև Աստվածաշնչին հակա աստվածաշնչային բաներ է խոսում այսօր Տեր Արամը։ Ինչու համար։ Ինչու եք դատում եպիսկոպոսին, ընտանիք ունի, կին ունի, թող Աստված տեսնում է եւ Աստծո դատաստանին արժանանալու է միգուցե։ Ապաշխարեցեք, կարդացեք Աստվածաշունչ, իմ շատ սիրելի հայ ժողովուրդ։ Աստծո գալիքը մոտ է։ Աստծո գալիքը մոտ է։ Գրքում եւ սուրբ գրված է